Աստվածաշունչը լավ սերտ է, Աստծո հետ ավելի սերտ հարաբերության մեջ մտեք, գլուխները շատ մի լցեք, այլ հայտնությունից ստացեք, Աստծոց ստացեք, եւ Աստված ձեզ ամեն ինչ կհայտնի։ Ինչքան գլուխները լցեք, ինքան կհեռանաք Աստծոց։ Իսկ եթե հայտնությունով ստանաք, իմաստությունը ստանաք խոսքից, հայտնություն բացվի ձեզ հայտնության խոսքը կարդաք, ինքան գերանաք հոգով, իմաստությամբ եւ շնորհով։ Կարող է շատ գիտուն լինես, շատ իմաստուն լինես, շատ հասկանաս, ու Աստծոց հեռանաս։ Այնքան հեռանաս, որ դառնաս մի կրոնավոր, որ ոչ մի հոգու նշուկ հո վրա չլինի։ Միայն խոսքը, ճշգրիտ խոսքը, իրական խոսքը, Աստծո խոսքը, եւ այդ խոսքը քո համար դառնա գիր, եւ դու ում հետ խոսես սպանես մարդկանց։ Այս Աստծո խոսքով մարդկանց այնքան վնասես։ Այդ կանոնավոր գիր Աստված խոսքով, ու հոգի չկա, Աստվածաշունչը երկկողմանի դաշտ է։ Կա որ գիրա, կա որ հոգի է։ Եթե Աստծո խոսքը դու մատակարարում ես որպես գիր, դու շատերը կսպանես, կհեռացնես Աստծուն, կլարես Աստծուց, կհոգնեցնես Աստծուց։ Մարդկանց այն աստիճանի կարաս հասնես, որ մարդիկ չեն ուզենա աղոթեն անգամ։ Որտեղ գրված Աստծո խոսքը ասում պատժի, ես կնի անես քիչի ծեր այս կնի, բայց Աստծոց նա սիրի Աստված սիրում է, Աստված փրկում է, Աստված ազատագրում է, Աստված վատ չի զգում ես մարդու անգամ իր կարգավիճակից։ Դե ինչպեսի որ կա Աստծո ներկայությունը նրա սրբացնում է, բայց մարդը չէ, սա մեղք է, դուք չեք հասկանում, սա մեղք է, մեղքը քիչությունն է, մեղքը անպատկառությունն է, անաստվածությունն է, անհավատությունն է։ Եթե հին ուխտ ես թափանցում, հին ուխտից դու օրենք ես վերցնում, խոսք ես վերցնում։ Դավիթն էլ 6 կին ունեցավ, դու էլ ունեցի, բայց Դավիթը Աստծո սիրելին էր։ Աստծո սրտով անձնավորություններ եւ հին ուխտի մեջ չկա մեկը, որ Աստծո սրտին պես լինի, որ Դավիթն էր 6 կին ունեցավ։ Այդ էլ ունեցի Աստծո սրտով էլի։ Դա տենում ես որ հին ուխտից չի կարելի ոչ մի բան վերցնել։ Ամենագիտուն, ամենաիմաստուն, ամենախելացի, ամենաիմաստուն մարդը Սողոմոնն էր 700 կին ունեցավ, 300 հարճ։ Բադուղի չես ունենում, որ ամենագիտունը լինես, ամենաիմաստունը լինես, ամենահանճարը լինես երկրվա։ Շատ կին ունեցավ, շատ էլ գիտություն ձեռք բերեց։ Դել ունեցի շատ կին։ Ինչի՞ չես ունենում։ Այդ էլ է հին ուխտ, այն էլ է հին ուխտ։ Գիտություն ձեռք բերեք հոգով, հայտնությամբ ստացեք ամեն մի խոսքի համար, մի հատ էլ խոսքը բացում, մի հատ էլ խնդրի Աստծո ասած, այս խոսքը գրված է, բայց ինչպես ես դու ուզում, ինչպես ես կամենում, ինչպես ես դու նայում։ Աստված տվել է պատվիրան Իսրայելին շաբաթ պահիր։ Բայց նույն այդ պատվեր տվող Աստված իջար երկիր, ուզում են նրանք հարկոցեին։ Ումը այն Աստծո ումից ստացել է շաբաթ պահելու պատվերը։ Դու հասկանում ես, որ կարող է Աստծո խոսքը դավանես, Աստծո խոսքը կարդաս իմանաս, իտոգում Աստծուն հակառակ գնաս։ Հակառակ կերպով մատուցես մարդուն։ Գրված մեղքը պատմություն իմացեք,